Քաղաքականությամբ զբաղվել չզբաղվելու հարց բնավ էս երկրում չկա։ Բոլոր հարցերը բարոյագիտական են, արժեհամակարգային են։ Եվ ուր է թե քաղաքականություն լիներ, ուր է թե քաղաքագիտությամբ մենք կարողանայինք լուծումներ գտնել, եւ դա բոլորին է վերաբերվում։ Բոլորին, նաեւ ընդդիմությանը, ես շատ կուզեի, որ ընդդիմությունում լիներ կուր քաղաքական միտք, ընդդիմությունը լիներ միասնական քաղաքական ինչ-որ լուրջ օրակարգի մեջ, շատ կուզեի։ Բայց այսօր կա բարոյական դաշտ եւ անբարոյական դաշտ։ Եկեղեցին դարեր շարունակ եղել է կամուրջը ու այդ կամուրջը ուզում ենք հանդել, չեն կարողանալու։ Միևնույն ժամանակ կա եւս մեկ մեղադրանք, երբ մենք խոսում ենք այս թեմայով, երբ մենք ներկայացնում ենք այս ամենը։ Երբ մենք քննադատական խոսք ենք ասում բարոյագիտական այս հարցերով, մեզ հիշեցնում են Սուրբ գրքից մի դրվագ. մի դատիր, որ չդատվես։ Շատ լավ։ Բայց սիրելիներ, եկեք Սուրբ Գիրքը կարդանք ամբողջությամբ։ Սուրբ Գիրքը ոչ թե ասում է մի դատվիր ու վերջակետ։ Սուրբ Գիրքը հավելում է. ինչ դատաստանով որ դատվես, նույն դատաստանով էլ դատվելու ես։ Ես համաձայն եմ։ Ես համաձայն եմ դատվել նույն դատաստանով, եթե մի օր անեմ սա, բայց գիտեք, իմ դաստիարակությունը, իմ կրթությունը, իմ աշխարհայացքը, քրիստոնեական աշխարհընկալումը թույլ չի տա մտնել Facebook գրել տխմար։